Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո։ Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Virtus փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանին։ Սիրով ողջունում եմ իմ հյուրին, իմ տաղավարում բարի ձեզ, պարոն Սարգսյան։ Բարի ձեզ։ Ճիշտն ասած, այս երկու օրը մեր իրականության մեջ մենք ականատես ենք լինում տարատեսակ ողբերգությունների, դժբախտությունների, սպանությունների։ Իհարկե դուք լինելով փաստաբան եւ հենց նաեւ քրեական գործերի իրավապաշտպան մասնագետ եք եւ բազում գործեր անցնում են, հա, ձեր օրակարգով, ձեր գործունեության շրջանակում, բայց վերջին տարիներին տեղի ունեցողը, ինչին որ մենք ականատես ենք այսօր, կարծես թե շեղվել է նաև իրավաբանությունից, իրավապաշտպանությունից, փաստաբանությունից եւ հաճախ ձեր գործընկեր գոլեգաների հետ զրուցելու ընթացքում էլ ես լսում եմ դա, որ այսօր շատ դժվար է փաստաբանին աշխատելը այս իրականության եւ առհասարակ այս դատաիրավական համակարգի ներսում։ Դրա վառ օրինակը հենց երեք տեղի ունեցած դատական վիրդիկտներ, դատավորի կողմից հնչեցված, որը վերաբերում էր Միքայել arczepiskopos Աջապահյանին, որի փաստաբանական խմբի ակտիվ ներկայացուցիչներից մեկն էլ դուք եք, պարոն Սարգսյան։ Ինչ գնահատական եք այս ամենին տալիս եւ առհասարակ մենք ուր ենք գնում այսպես։ Ինչ է սա։ Գնահատականը պարզ է, սա կեղծավորություն է, սա կեղծիք է, սա ձևականացում է արդարադատության։ Եկեք հիշենք առաջին իսկ օրվանից, գիտեք, երբ որ գործը քննում է դատավորը, եւ ինքը ուզում է օբյեկտիվորեն որոշում վերջում կայացնի, ինքը բավականին ակտիվ դերակատարություն ունի եւ փորձում է իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա, այսինքն ինքը վերջում ճակատագրի հետ կապված որոշում է կայացնելու եւ ինքը դա պետք է մանրամասն պարզի։ Հիշենք մեր դատավորին, ով որ առաջին օրվանից մտել է դալիճ, վախեցած, Արմինե Մելիքսեթյանին, վախեցած։ Ձերություն անունը ինչ է, ես չեմ։ Արմինե Մելիքսեթյան։ Արմինե Մելիքսեթյան, վախ որած, ձայնը դողալով, ասենք այնքան ցածր է խոսում վախից, որ նույնիսկ մի քանի անգամ խնդրում ենք բարձր խոսի, հասկանանք ինչ է ասում, ինչի մասին է խոսում։ Միջնորդությունների վերաբերյալ քննարկումը որևէ մեկին որևէ հարց չի տալիս մեծ հաշվով, դատախազին, պաշտպանության կողմից, որ պարզի իր համար կարևոր է։ Որոշումները ասես կարճ, կոնկրետ, մերժել, ինչ որ միջնորդում են, առանց որևէ պատճառաբանության էական, այսինքն ինչ էլ ասում են ընդհանրապես օրենքի իրավաբանության հետ կապ չունի, այսինքն խնդիր էր դրված դատավորի հագուստի մեջ դրված մարդուն, այդ պատմուճանի մեջ դրված մարդուն դրել են այնտեղ, ասում են դու պետք է այս որոշումը կայացնես, ինքն էլ առաջի օրվանից գիտի, որ ինքը մտել է այդ իրավիճակի մեջ, վերցրել է իր վրա եւ վախեցած, վախվորած եկել է։ Հիմա դրա կողքին դնենք մեկ այլ դատավոր, որը իրոք գիտի, որ իրեն որևէ մեկը հանձնարարություն չի տվել, ինքը գիտի, որ ինքը արդար որոշում է կայացնելու, դա կլինի մեղադրական վերդիկտ, թե արդարացման վերդիկտ, ինչ անի, անելու է փաստերի եւ իր ներքին համոզմունքի հիման վրա։ Այդ դատավորը կաշկանդվելու խնդիր չունի։ Այդ դատավորը գալիս է բարձ ճակատով, ինքը էլ չգիտի ինչ անելու, որովհետեւ վախենա, չվախենա եւ այլն, գալիս է, մտնում է գործի մեջ, փաստերի մեջ, վերջում էլ են որոշումը կայացնում, որը որ ինքը կարծում է ճիշտ է, ոչ թե գալիս է դողացող ձայնով երկու բառ ասում է, փախնում է։ Գիտեք, այո, փախա, որովհետեւ ինքը գիտի ինքը ինչ անում։ Առաջին պահից սկսած ինքը գիտի ինչի մեջ է մտել եւ ինչ է անում։ Ես երեք համեմատականը տարա Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացող դատավարության հետ։ Գիտեք, կարող է սուր է հնչում, բայց շատ ակնհայտ նույնական է։ Չէ, չէ, սուր չի։ Ես ուզում եմ օրինակը բերեմ, ասենք երբ որ մենք տեսնում ենք Բաքվում դատավարությունը, ինչ պակաս դատավարություն է, որ դատավորներ չկան, շենք չկա, դատախազներ չկան, պաշտպաններ չկան, թարգմանիչ եւ ամեն ինչ կա, ապահովված է ձևական առումով, ցույլ են տալիս խոսեն, ցույլ են տալիս ցուսմունք տան, այսինքն ինչ է եղել, որ դրանց լավ արդար դատավարություն, իսկ այստեղ էլ նույն բանն էր։ Այսինքն դու կանխապես գիտես ինչ ես անելու, ձևական կողմը ապահովում ես, իբր թե օրինական ես անում, բայց բոլորը գիտեն, որ ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարվում, եւ ընդ որում դատանի գործողությունները մենք արդեն քննարկել ենք, ես սպասում ենք այս վերջնական որոշումներին, իհարկե այս իշխանության ժամանակ դա մի քիչ դժվար կլինի, բայց ակնհայտ հանցագործության առերևույթ հատկանիշներ կան դրա մեջ։
Այսինքն երբ որ դու այնպիսի ակնհայտ եւ բացահայտ խախտումներ ես անում, որը հանգեցնում է ակնհայտ անարդար դատական ակտի կայացման, իսկ մենք օրինակներից մեկը բերում ենք, երբ որ ընդդատության կանոնը խախտվում է, սահմանադրությամբ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված է, որ ոչ ոքին չպետք է զրկել իր իրավունքից, որ իր գործը քննի այն դատավորը, որ օրենքով պետք է քննի, այն դատանը, որը որ պետք է քննի։ Սա երաշխիք է, որ պատահական կլինի, այսինքն չի ընտրվի հատուկ դատավոր քո համար։ Այո։ Սա հատուկ է, եւ եթե այս կանոնը խախտվում է, անկախ նրանից ապացույց կա, չկա, ինչ է, ոնց է, միանշանակ բեկանման ենթակա է դատական ակտը։ Ահա, փաստորեն։ Եվ սա համարվում է ակնհայտ անարդար երևույթ, քո արդար դատականության իրավունքի խախտում։ Հիմա դատավորը իմանալով, որ գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանրավարության դատարանը, ինքը միջնորդությունը մերժում անդատության ուղարկելու պահում է իր մոտ։ Ինչի համար։ Տեսեք, նորից Ես ուզում եի ճիշտ ասած, պարոն Սարգսյան, անդրադառնայի դրան։ Ամեն դեպքում Միքայել Սրբազանը ըստ իմ պատկերացումների, ես իհարկե իրավական գիտելիքներից այդքան էլ ուժեղ չեմ, ժուրնալիստական գնահատական կտամ։ Եթե Շիրակի թեմի առաջնորդն է, այնտեղ էլ գրանցված է, այնտեղ է, հա, ըստ իս մտածում ենք բոլորս, որ հավանական է պետք է այդ մարզի, որ դատարանում, հա, այդ ամենը ընթանար։ Հիմա դուք կարծես թե դրա մասն եք խոսում։ շատ նորմ։ Ինչ է դա, այսինքն պահել վերահսկողության տակ գործը Երևանում եւ բնականաբար գտնել այնպիսի ապիկար իմ գնահատականով դատավոր, որը անմիջապես կկատարի այդ հանձնարարականները, ինչպես մենք այդ խեղճությունն ու թշվառությունը տեսնում ենք այս վերջին 2-3 ամիսը։ Շատ նորմալ է, որ որպես լրագրող դուք այդքան խորը իրավաբանական գիտելիքներ չունեք, բայց դատախազներն ու դատավորը ենթադրվում է, որ ունեն խորը իրավաբանական գիտելիքներ։ Հիմա տեսեք ինչ է։ Ավելի շատ ունեմ։ Տեսեք դատախազները ինչ են ասում սա հետ կապված ու դատանը ինչ է ասում։ Օրենքը ասում է ոչ թե բնակության վայրով, այլ ասում է որտեղ որ հանցանքը ավարտվել է, Ահա։ այդ տարածքում էլ գործը պետք է քննվի։ Լավ։ Հիմա հարցազրույց իրենց ասած այդ հարցազրույց կոչեցվածը Գյումրիում է տեղի ունեցել։ Այո։ Իրենք որ ասում են կոչ ես հնչեցրել, տեսեք, սա ձևական հանցակազմ է, երբ որ դու կոչը հնչեցրեցիր, հանցանքը ավարտվեց։ Այո։ Անկախ որևէ այլ հանգամանքից, ասեցիր կոչը, հանցանքը ավարտվեց։ Հիմա դատախազները հասկանալով որ այդտեղ է տեղի ունեցել, ասում են դե տեսեք, քանի որ սա հանրության լայն շրջանակներին է ուղղված, հետեւաբար ամբողջ հանրապետությունով է սա եղել, ուրեմն ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում։ Դարակազմիկ մտքեր է իրականում։ Այսինքն դա չեն կարող Ամերիկայում նայել։ Մենք էլ ասում ենք, բա կարող է Սփյուռքի հայրենակիցների ուղղված է իրանց, բայց հələ սա էլ մի կողմ։ Պայմանական ընդունենք ձեր այդ միտքը, կյանքի իրավունք ունի։ Իսկ ով ասաց, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ավարտվել, պետք է քննի Երևանի դատարանը։ Որտեղ է դες բան գրած։ Իրանք ընտրեցին այս ճանապարհը, հետո ասացին ճիշտ է, հանցանքը սա ձևականը ավարտվում է կոչով, բայց միշտ չի որ ավարտվում է կոչով, կարող է ավարտվի մի քիչ ավելի ուշ։ Սա չհասկացանք էս ինչ է, այսինքն միշտ փորձում են ինչ որ ձևական մի բան մտցնել, որը հասկանում եք տարական պրիմիտիվ իրավաբանություններ չի։ Սա իրանք լավ հասկանում են, սա ձևականություններ փորձեցին sense տեղավորել։ Դատավորը լրիվ ուրիշ ուղղություն ընտրեց։ Օրենքը ասում է, եթե չի բացահայտվել նախաքննության ժամանակ, թե որտեղ է հանցանքը ավարտվել, ուրեմն նախաքննական մարմնի գտնվելու վայրում է։ Այսինքն նախաքննական մարմինը Երևանում է, ուրեմն Երևանում պետք է լինի։ Դատավորը ասես չի բացահայտվել, ասում ենք ընկեր, մենք ասում ենք բացահայտվել է, դատախազները ասում են բացահայտվել է, դու որտեղից որոշեցիր, որ չի բացահայտվել։ Բայց լավ, չի բացահայտվել, օրենք ասում է, եթե չի էլ բացահայտվել, բայց նախնական դատալսումների ժամանակ բացահայտվում է, դու նորից ուղարկում ես։ Մենք բերեցինք համապատասխան լրատվամիջոցներից գրությունները, որ նշեցին, թե որտեղ է հարցազրույցները տեղի ունեցել։ Ասում ենք հիմա քո համար բացահայտվեց։ Հիմա ուղարկի, նորից չի ուղարկի։ Էլի ասում են չէ։ Հա, հասկանում եք, ինքը խնդիր ուներ պահելու։ Ուղղորդված միանշանակ։ Գյումրիում իրենց համար ավելի դժվար կլիներ մի քիչ այս process-ը, դրա համար իրենք սենց պլանավորած տեղափոխեցին ստեղ, բայց տեսեք, մի փոքր ամենաչնչին անկախություն ունեցող դատավորը մի անգամից կարճեր էս մտքից, որ մենք իրեն տվեցինք այս շանսը։ Ինքը մի անգամից ըստ ընդդատության կուղարկե, վաղը միսօր ով իրեն ասեր թե ինչի արեցիր, կասեր ես ձեր համար եմ արել, որովհետև հակառակ դեպքում ակնհայտ անարդար էր լինելու դատական ակտը։ Հիմա գոնե արդարությունը կապահովի, գոնե մի պատճառաբանություն ինքը հետ էլ ի վիճակի չէր անում։ Այսինքն ինքը իրեն փրկելու ճանապարհով էլ չարեց, որովհետև ինքը այդքան համարձակություն էլ չուներ դա անելու։ Իրեն ասված էր պետք է անես, ինքն էլ հելու հնազանդ անում։ Բայց ինքը դատավոր լինելով,
հա, դատական համակարգը, հա, հակակշիռների զսպումների առումով ինքը, հա, անկախ մարմին է, այսպես ասենք։ Այսօրվա Հայաստանում չենք կարող դա ասել, բայց այդպես է։ Ինչ պիտի իրեն անեին, պարոն Սարգսյան, որ ինքը դա աներ, ինչ պիտի անեին, ինչ բդխն հարցը կդներ, կզրկեին։ Ուրեմն տեսեք։ Մենք Այդ վախը հասկանում եմ, տեսել ենք ինչպես են վարվում նաև դատավորների նկատմամբ եւ այլն։ Ինչի են տալիս կոնկրետ այդ դատավորին գործի սկզբանը։ Ինչի են տալիս, ասեք։ Որտեւ իրենք գիտեն թե ով է կատարող, ովքեր են կամակատարներ, տեսեք, պատահական չի, չէ, որ դատավորներ կան, որ իրենց կյանքում նման գործեր չեն տալիս։ Որովհետեւ ի սկզբանե գիտեն, որ այդ դատավորին չեն կարող ասել ինչ անի։ Շատ քիչ են իրենք, շատ քիչ, բայց կան եւ իրենց մեկուսացրել են sense գործեր քննելուց։ Եվ քննում են մշտապես այն դատավորները, ում անունները արդեն բացահայտ կա։ Հիմա Արմինե Մելիքսեթյանին ի սկզբանե իմացել են, որ այս մարդը անելու է, հետեւաբար անձնարարել են, որ անի, այսինքն ինքը սա վերցրել է իր վրա եւ երկրորդը իրենք սովոր են այս կատարող ռեժիմին։ Այսինքն ինքը ուզում է, որ իր համար որևէ sense վատ վիճակ չառաջանա, անհանգստացնող իրեն կոմֆորտի զոնան է իր ապահովում իշխանական միջավայրում եւ դրանից ենթադրում է, որ ինքը կունենա առավելություններ։ Օրինակ, ասենք վերջի շրջանում մենք տեսնում ենք այն դատավորները, ովքեր որ sense կամակատարության այդ բաններն են, ասենք, հա, իրանք էտալոնն են դրա, վերաքնիչ դատարան, վճռաբեկ դատարան, այսինքն sense իրենց նշանակում են sense արագ բարձր պաշտոններից, կեն դատավորները իրոք դատավոր են, որ իրոք արդարադատություն են անում, իրենք մնում են նույն տեղում։ Հասկանում եք, հիմա սրանք տեսնում են, ասում են, վայ, ոնց որ թե մենք էլ կարանք այս ձև կարիերիստներ, այսինքն սրիկա լինելը կարիերիզմի փայլուն ճանապարհն է այսօրվա իրականության մեջ։ Ես տեսնում եմ, որ իրենք միանշանակ ընտրել են այդ ճանապարհը, որը որ արդարադատության հետ կապ չունի։ Պարոն Սարգսյան, բայց տեսեք, այդ աղջիկը, այդ Արմինե Մելիքսեթյանը, որքան էլ որ ձայն չի հանում համակերպվել է այդ առաջադրանքը կատարելուն, ինքը դրա հետ հաշտ չի, որովհետև առաջին իսկ օրվանից մենք մեր նախնական զրույցի ժամանակ էլ անդրադարձանք սրան, ինքը չի կարողանում խաղալ, ինքը չի կարողանում այդ իմիտացիաները անել, որպեսզի հանրությանը նաև ցույց տա, որ ես հավատում եմ իմ կայացրած վերդիկտներին կամ իմ մերժելուն կամ որոշումներին, որը որ ինքը անում է դատարանում։ Այդ աղջիկը անգամ չի կարողանում սեփական էմոցիաները կառավարել։ Ես ուզում եմ հասկանալ, ուրիշ ավելի լավ տարբերակ չունեին, գոնե ինքնավստահ դատավորներին տային, այն էլ այս խայտառակ գործը։ Այս աղջիկը չի կարողանում դրա տակից դուրս գա, սա է հարցը։ Դե ամեն դեպքում իրենք ընտրեցին այս տարբերակը եւ ասեմ, որ ցույց է տալիս փորձը, որ իրենք այդքան էլ հենց լավ չեն այս ձևականացումները անում։ Օրինակ շատ ճիշտ եք ասում, կան դատավորներ, ովքեր որ մի քիչ ավելի հենց համարձակ կանեն, որովհետեւ ավելի շատ ունեն արած, արդեն մարսած են իրենք։ Մելիքսեթյանին ոնց որ նոր են մտցնում այս իրավիճակի մեջ եւ ամեն անգամ նոր մեկին քաշում են այդ դաշտ, այսինքն այս կոտրում են, գցում են այդ դաշտ, այսինքն դու այսու հետեւ եթե սա արել ես, դրանից հետո ամեն ինչ կանես։ Սա գուցե այստեղ իր ներքին համոզմունքներն կա, ես չգիտեմ, չեմ կարող իմ վրա այդպես բան վերցնել, բայց նիստերից մեկի ժամանակ, որ բացառք էինք ուզում հայտնենք, հարցրեցի արդյոք քրիստոնյա եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այդ հարցի պատասխանը չի տվել։ Նորից չեմ կարող ոչ մի բան ասել, չգիտեմ, չի պատասխանել։ Այսինքն ես կարող եմ մտածել, կասկածել, որ այստեղ նաեւ ներքին ինչ որ համոզմունքի կամ չգիտեմ, հա, ինչ որ հարց կա եւ իրենք գիտեն դրա համար։ Նորից ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում, իրավունքն է, բայց սա շատ կարևոր է։ Ինչի քեզ ընտրեցին այս հարցում, ինչի որոշեցին, որ դու պետք։ Իրենք գիտեին ձևականորեն ասում են համակարգիչը, բան, եւ այդ գիտենք այդ համակարգիչները ոնց են աշխատում, ինչ են անում եւ այլն եւ այլն։ Հիմա այս իրավիճակում, տեսեք, մի հատ կարևոր հարց էլի։ Բոլորիս աչքի առաջ է process-ը տեղի ունեցել։ Բայց դատավորը պետք է շարունակի աշխատել։ Իր դատական նիստերի քարտուղարի, իր օգնականի, նույն շենքում գտնվող իր գործընկերների հետ, որ ինչքան էլ sense ոչ մեկ բան չասի, բայց բոլորը գոնե քիչ թե շատ հասկանում են ու գիտեն ինքը ինչ արել։ Այսինքն անկախ նրանից դու ինչ որոշում ես կայացել, հանրությունը տեսավ, թե դու ընդհանրապես ինչ արեցի։ Բայց երեք խայտառակ պարսավանքի տակ էր ինքը, սարսափելի։ Ես ուղղակի չեմ պատկերացնում կնոջ համար։ Հիմա ինքը հաջորդ նիստին պետք է գնա լուրջ դեմքով, նստի որպես դատավոր, մեկ այլ գործով փորձի, ասենք, իր աշխատակազմի մոտ, իր գործընկերին որոշի, որ ինքը ասենց արդար դատավոր է։ Այսինքն մեր իշխանությունները անդադ խոսում են իբր թե դատական իշխանության հեղինակության բարձրացման մասին։ Սուտ է, կեղծիք է, որովհետև իրենք չեն ուզում արդար
դատական համակարգ, իրենք ուզում են կամակատար դատական համակարգ։ Եվ սա հատիկ կարելի է հիմնավորել, ցույց տալ, թե ոնց է լինում։ Ասենք ոնց է լինում, որ ես հենց առաջինից բայց կռահում եմ, թե ով է քննելու Միքայել Սրբազանի կալանքը։ Դուք արդեն զգում եք, չէ՞, արդեն գործի բնույթից չի մակագրվել, գիտենք ով է։ Հետո չի մակագրվել, գիտենք վերաքննիչում ով է։ Այսինքն մենք հələ դատավորը որոշում չկայացա, արդեն գիտենք ինչ է կայացնելու, ինչի է այսպես։ Ասենք ոնց կարող եմ ես ինչ ունակություն պետք է ունեմ, որ այդքան դատավորի մեջից ամբողջ Երևանի դատավորների մեջից որոշեմ, թե ում են տալու գործը։ Բայց ասենք 1-ից 1 դա 100%-անոց համընկնում է։ Ասենք ու սրանց հետո պետք է ասել, որ գիտեք ինչ կա, իրոք արդարություն է, սա պատահականություն է, անկախություն է, չկա նման բան, սա կեղծիք է, եւ ընդհանրապես խոսքի եւ գործի ակնհայտ տարբերության մասին ենք մենք խոսում։ Պարոն Սարգսյան, երեք այդ վերդիկտը չարդարացման, այսպես ասած, կայացավ եւ հաջորդ նիստը ամսի 29-ին, չէ, նշանակվեց։ Ինչ է կանխատեսում փաստաբանական խումբը եւ մասնավորապես դուք, ինչ եք պատկերացնում եւ կտանեն արդյոք արդեն վերջնական բանդախուց։ Քանի որ ես առավել քան վստահ եմ, որ սա գործադիր իշխանության ուղիղ ցուցումով եւ հանձնարարությամբ կատարվող գործողություններ են, դատավորը այստեղ ընդհանրապես նորից եմ ասում, այդ հակոստի մեջ գտնվող անձ է։ Ինքը դատավոր չի, ինքը ընդհանրապես է դերի հետ կապված որևէ բան չուներ, պատկերացում էլ չունի, թե ինքը ինչ գործ ունի այդտեղ։ Մի հատ փոքր շեղում անեմ, հետո ձեր հարցին պատասխանեմ, էլի։ Այսինքն ասում են այդքան հաստատ չգիտեմ, որ Սինգապուրում երբ որ դատավոր են նշանակում, կարճաժամկետ մի հատ ազատազրկման տակ է գտնվում ինքը։ Դատավորը, նա ինքնական գնում այդ քրեակատարողական հիմնարկ եւ այլն, մի հատ տեսնում է, թե այդ ինչերի մեջով են այնտեղ անցնում, հետո որ որոշում կայացնելուց անձին կալանքի տակ պահելու ազատազրկման համար, մի հատ ինքը արդեն սա ապրաստ լինի, հասկանա ինչ է։ Դեռ շատ եմ, չեմ հատուկ ուսումնասիրել, բայց շատ եմ լսել, որ այդպես է։ Բայց ի լրացում ձեզ ասեն, որ մենք ունեցանք, չէ՞, դատավորներ, որ գնացին դատարանից քրեակատարողական, եւ կին, եւ տղամարդ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, էլի, ինչքան է դու կատարում ես։ Կատարող ես, լավ, բայց լավ է որ ստորագրում ես, որ կալանքի ժամկետը երկարացնել, չգիտեմ, մեղադրական, հետո ասենք պատիժ պետք է նշանակես։ Լավ, մի վարքյան անգամ չես մտածում, որ դու քո ներսում, քո մոտ բախում չկա, որ լավ, ես ինչ եմ անում ես։ Ես գիտեմ, որ ես ապօրինի եմ անում, ես մարդուն զրկում եմ ազատությունից, ու հետո գնում եմ տուն հանգիստ քնում եմ, նայում եմ երեխաներից, գրկում եմ, ասում եմ, վայ, ես ձեր մայրիկն եմ, կամ հասկանում եք, չեմ էլ ուզում այդքան էմոցիայի մեջ մտնեմ։ Բայց լավ, ի վերջո մենք կարող ենք գանք մի օր այն կետին, որ ամեն մեկ իր անելուց առաջ հասկանա, այսօր գնաց, եւ ինչ արեց։ Հիմա գալիս ենք այն վիճակին, թե ինչ կանխատեսումներ ունենք։ Երբ որ տեսնում ենք, թե գործադիր իշխանությունը եկեղեցու հետ կապված ինչ է անում, երբ որ տեսնում ենք, թե վարչապետի մի գրառումը ընդամենը առավոտյան 8:59 րոպեին Աջապահյանը վերաբերյալ գրառում է անում, այդ օրը հենց ժամը 9-ից սկսած դատախազությունը գործընթացը սկսում է, ուղարկում է ոստիկանությունը քննչական, սկսում են քրեական գործի վարույթ նախաձեռնելու process եւ այլ, ընդ որում մի բանի համար, որը որ տեղի ունեցել 1 տարի 4 ամիս առաջ։ Բոլորի աչքի առաջ։ Եվ այդ դեպքում մենք նաեւ Դանիել Իոնիսյանի հայց ունենք, չէ՞։ Այդ դեպքում դրանից մի տարի առաջվանն էլ է տեղի ունեցել նույն բանը, դուք ասել եք հանցագործություն չի։ Մեկ էլ բոլորիդ մոտ այդ մի գրառումը ցնցում առաջացրեց, Facebook-ան արդարադատությունն է, բարձեցիք, որ հանցագործություն է, բարձեցիք, որ եղել է, որ կալանքի անհրաժեշտություն կա, ասես մի աբսուրդի թատրոն, ու այդքանից հետո, ասենք, մենք պետք է մտածենք, որ գիտեք ինչ կա, այս դատարանը, որ այս մեղավոր ճանաչ, չէ՞, դատավորը հեսա ինչ որ մարդասիրական մոտեցում։ Դժվար եմ պատկերացնում, տեսեք, հոդվածը նախատեսում է եւ դու գանք։ Եվ ազատության սահմանափակում, եւ կարճաժամկետ ազատազրկում, եւ ընդհանրապես ազատազրկում։ Դրանք տարբեր պատիժներ են։ Այսինքն այդ նույն հոդվածով 4 պատիժ կա, ոնց է բայց տենց լինում, պարոն Սարգսյան։ Չէ, օրենքը նախատեսում է, որ օրինակի համար նայում է, եթե դու առաջին անգամ ես հանցանք կատարել, եթե դու որևէ ծանրացնող հանգամանք չունես, դու ակնհայտ է, որ քո նկատմամբ ամենամեղմը պետք է նշանակվի։ Եթե դու օրինակ մի քանի անգամ ես հանցանք կատարել, ունես ծանրացնող հանգամանքներ, աստիճանաբար խստանում է։ Դատարանը որոշում է, օրինակի համար մի անգամ քեզ տուգանք նշանակել էին, դու նորից ես հանցանք կատարել, չգիտեմ, այս պարագայում քեզ երևի ավելի խիստ պատիժ է պետք նշանակել։ Օրենքը ասում է, առավել խիստը պետք է նշանակվի, եթե առավել նվազը չի կարող պատժի նպատակները ապահովել։ Լավ։ Հիմա այս պարագայում միջին ծանրության հանցանքներով մենք
գրեթե 99% հավանականությամբ առաջի անգամ անձանց կատարած անձանց ազատազրկում չեն նշանակում։ Հիմա մենք հանկարծ այստեղ ես ենթադրում եմ, որ դատարանը նույնիսկ գնալու է դրան, որ ազատազրկում նշանակի, որպեսզի մեկուսացնի Միքայել Սրբազանին հասարակությունից, որովհետև իրենք սարսափ ունեն նրանից, վախ ունեն նրանից։ Այնտեղ քիչ հավանականությամբ կարծում եմ, որ ազատության սահմանափակումը, որը որ պայմանական ասած տնային ոնց որ պայմաններում տնային կալանք հասկացությունը նմանատիպ ինչ որ բան է, որ ինքը կարող է աշխատանքի գնալ եւ այլ, բայց որոշակի ժամերով սահմանափակումներ կա, որ պետք է գտնվի բնակության վայրում, վերահսկողություն է իրականացվում եւ այլ։ Այսինքն քիչ հավանականությամբ ենթադրում եմ, որ կարող է դա լինի, որովհետև դա էլ կարող է լինի։ Բայց դրանում էլ, հա, պարոն Սարգսյան, քիչ հավանականություն ունեք այդ տնային կալանքի։ Այո, ավելի շատ տեսնում եմ, որ ազատազրկում են իրենք ուզում նշանակել, եւ այստեղ, քանի որ թույլ մարդիկ փորձում են ցույց տան, թե իբր ուժեղ են իրենք։ Իսկ այդ ուժեղությունը փորձում են ցույց տան ոչ թե իրենց անձնական հատկանիշներով, այլ իշխանությունով, այսինքն դատական համակարգ ունեմ, քննչական ունեմ, դատախազություն ունեմ, երբ որ ասած գոռում եմ մենք ուժեղ ենք, բայց այս մարմինների միջոցով փորձում են ինչ որ իրենց ուզած անեն, իրենք սա ուժ չի։ Սա իշխանություն է, որ ով է լինի այնտեղ դրված այդ աթոռին, ունի այս լծակները կանձնարարի կանեն։ Երեք Արա Զորաբյանը դատարանի բակում դուք էլ եք այնտեղ լրատվամիջոցների հետ հարցազրույց եք իրականացնում, բայց Արա Զորաբյանը այսպեսի մի դիտարկում արեց, ասաց, որ ես կարծում եմ, որ մինչև խորհրդարանական ընտրություններ Սրբազանին, այսպես ասած, կփակեն։ Սա այս կանխատեսումը որքանով է իրատեսական, սա ուղղակի զուտ փաստաբանի կանխատեսում է, թե ամեն դեպքում դուք լրջագույն հիմքեր ունեք այսպես մտածելու։ Հիմքեր ունեն դրանք եւ իմ խորը համոզմամբ երկու պատճառով են Միքայել Սրբազանի նկատմամբ այս process անում։ Մեկը եկեղեցու նկատմամբ սկսված արշավն է, իսկ Միքայել Սրբազանը հայ առաքելական եկեղեցու ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է, այսինքն իրեն ազատազրկելով եւ այլն փորձում են նաեւ հարված հասցնել եկեղեցուն, սա առաջինն է, եւ երկրորդը իր հրապարակային խոսքի կանխումն է, որ օրինակ ինքը հեղինակություն ունի եւ իր ասածը նաեւ մարդիկ հասկանալով թե ինչ բարոյական սկզբունքներ ունի եւ այլն, այսինքն ընդունում են իր ասածը։ Հիմա այս իշխանությունները որդեգրել են ամենափոքրիկ կայծը տեղում մարելու քաղաքականություն։ Օրինակ նույն Սամվել Կարապետյանի իրավիճակում ոչինչ չասած, ոչինչ չարած, արդեն երկարաժամկետ կալանքի տակ։ Միքայել Սրբազան խոսք, անմիջապես կալանք։ Այսինքն երևում է, որ իրենք փորձում են իրենց ապագա ընտրությունների համար դաշտը մաքրեն, հնարավոր քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդկանցից, հետեւաբար Արա Զորաբյանի միտքը այս առումով տեղ ունի ապրելու։ Մենք ուզում ենք միշտ լավատես լինել, որ մարդկային էս, ասենք, լավ մարդասիրական մոտեցումը այդ աշճանի չի կորի Հայաստանում եւ նույնիսկ կին դատավորի պարագայում գոնե ինքը վիճակի կլինի ասել, որ ես այսքան ապօրինություն արեցի, բայց լավ ինձ միջևերջ մի խորտակեք։ Ինձ միջևերջ մի կործանեք։ Պարոն Սարգսյան, որ ինքը խորտակման է գնում։ Ինքը հակառակը մտածում է, ասում է, այս ստորությունները կանեմ, կարող է պաշտոնս ավելի բարձրացնել, կանեն ավելի վեր։ Այսօր պաշտոնը բարձրացրեցին։ Ցանկացած իշխանություն մի օր անցնում է։ Իհարկե, բայց այսինքն կարևոր չի երբ։ Մի օր անցնում է դա ոչ մեկ հավերժական չի։ Հիմա երբ կլինի, չի լինի եւ այլն, բայց մի օր այս գործը վերաբացվելու է։ Այսինքն սա չի կարող ասենց այս գործը այսքան ապօրինությունով մնալ։ Մի օր, երբ որ կլինի ասենց նեյտրալ իշխանություն, ոչ այս կողմ, ոչ այն կողմ եւ այլն, այս գործը հաստատ կվերաբացվի եւ այս վերաբացվելու դեպքում քննարկման առարկա է դառնալու, թե այս ակնհայտ ապօրինությունները, տեսեք, կա դատավոր, որ խախտում է կատարում, դա հանցագործություն չի, լավ խախտում է կատարել, բայց երբ որ դու անում ես ակնհայտ, բացահայտ խախտումներ, որը որ չես կարող ոչ մի կերպ ասես, որ գիտեք, իշքա սա իմ մեկնաբանությունն էր եւ այլ եւ այլ։ Իսկ այստեղ մենք ունենք կոնկրետ այս իրավիճակը։ Սա արդեն նշանակում է, որ դու ակնհայտ անարդար դատական ակտ ես կայացրել։ Պատահական չէ, որ քրեական օրենսգրքում կա այդ հոդվածը, ակնհայտ անարդար դատական ակտ։ Հիմա թե դու ակնհայտ անարդար դատական ակտ ես կայացրել, դրա համար քրեական պատասխանատվություն կա։ Այս առումով գոնե պետք է մի փոքր մտածեն, այսինքն իրենք ընտրում են հետեւյալը։ Այսօր մենք խնդիր չունենանք, հետո կարողա չունենանք։
Հետո եթե կունենան կմտածենք թե ոնց ենք փորձում դրա տակից դուրս Դե որովհետև մտածում են, ասում են, դե բազում դատավորներ են եղել, տարբեր խախտումներ են արել, հա ինչ ա եղել, որ իրենց ոչ մի բան չի եղել։ Հա, այսօր ավելի լավ վիճակում են եւ չեն մտածում, որ վաղը մյուս օրը իրենք հայտնվելու են այդ նույն քրեակատարողականներում, հենց իրենց կատարած հանցագործությունների համար։ Գիտեք, ամբողջ խնդիրը այն է, որ այսօր այդ համատարած այս անիշխանության, այս սրիկայության, այս լպիրշության մեջ իրականում ոչ մեկ մի պահ կանգ չի առնում պարոն Սարգսյան եւ ասի, որ հələ մի րոպե էլի, բայց վաղը կա։ Բայց այդ վաղը կարա հենց բառի բունի իմաստով լինի հենց վաղը է, որտեղ մենք ամեն օր առավոտյան արթնանում ենք, մենք չգիտենք այդ օրը ինչ կլինի եւ երեկոյան, երբ որ օրը ավարտվում է, չես իմանում ինչ կարող է տեղի ունենալ։ Մեզ մոտ իրադարձությունների այս արագության հորձանուտի մեջ մենք էլ չենք հասկանում ինչա կատարվում այս երկրում, այլևս ոնց կարող եք դուք դատավորներ, հենց կոնկրետ ձեզ եմ ասում, այդ աստիճան վստահ լինեք, որ ձեր հետ ոչինչ տեղի չի ունենալու։ Այս փաստաբանները վաղ գալու են նաև ձեզ պաշտպանեն, վստահ եմ։ Ոչ բոլորին։ Մենք ընտրություն կատարում։ Օրինակ փաստաբանների գործը միշտ ասում են դա բժշկի պես մի բան է, եթե կա կարիքը պետք է պաշտպանել։ Կպաշտպանեք այս մարդկանց վաղ մյուս օրը։ Կա որոշ հիմա էլ մենք ունենք կոնկրետ գործեր, որոնք որ չենք վերցնում։ Օրինակ ես մշտապես բոլորը գիտեն, որ եթե պետական դավաճանության գործ է, եթե ես ներքին ինչ որ զգացողություն ունեմ, որ դա իրականության հետ կապ ունի, ես այդ գործը երբեք չեմ վերցնում։ Բազմաթիվ նման գործերով դիմել եմ, ես այդ գործը չեմ վերցնում։ Եթե ես հասկանամ, որ այստեղ տեսնում եմ, որ այսինքն սարքվում է, գուցե վերցնեմ, դեռևս չեմ վերցրել, բայց սա հատուկ։ Եվ կան որոշակի այլ կատեգորիայի գործեր, հիմա կարիք չկա դրա մասին ասել, որ դրանք եւս Այսինքն դա ձեր փաստաբանի սկզբունքների տիրույթում է, դուք ունեք հստակ այդ եզրագիծը։ Ես ունեմ այդ ազատությունը գործը վերցնելու, թե չվերցնելու։ Հիմա կարող է մեկ այլ գործընկերել ասի, բայց դա ճիշտ չի, պետքա ամեն մեկի ընտրությունը իրենն է, եւ կամ պաշտոնյաներ կամ անձինք, ովքեր որ դիմում են, իրենց մասով էլ ես այդ գործը չեմ վերցնում, եւ վստահ եմ, որ եղել է նման բաներ եւ հետո էլ կլինի։ Այսինքն այստեղ շատ կարևոր է թե ով եւ ինչ է արվել եւ ինչու են մեղադրում։ Այնպես չի, չէ՞ որ մենք ում որ պաշտպանում ենք, բոլորը sense միանշանակ մեղանցիկ են։ Եվ փաստաբանի գործունեության ամբողջ իմաստը նրանում է կայանում, որ դու օրենքն ես պաշտպանում, օրենքով փորձում ես պաշտպանել եւ եթե դուք ունեք այդ հնարավորությունը մեղադրելու, եկեք մեղադրեք։ Բայց մենք ունենք օրինակ տարբեր գործեր, որտեղ տեսնում ենք, որ ակնհայտ ապօրինություններ արվում։ Ընդ որում ինչ են փորձում արդարացնել։ Օրինակ իրենք փորձում են հանրային վիճակ ստեղծել, որ այս անձը օրինակի համար, չգիտեմ, կոռուպցիոներ է, այս անձը, չգիտեմ, այս ինչ հանցագործն է եւ այլն եւ այլն։ Ու իրենք ինչ են անում։ Փորձում են ապօրինությամբ իբր թե օրինականություն հաստատեն։ Այսինքն ինչ է անում։ Պետական մարմիններ, դուք ուզում եք հանցագործություն բացահայտեք, անզոր եք, ի վիճակի չեք, ոչ մի բան, փորձում եք ապօրինություններ անեք, եւ ձեզ թվում է թե դուք լավ բան եք անում, որ դուք ապօրինություն, այսինքն հանցագործություն անելով հանցագործություն եք իբր բացահայտում, ձեր կարծիքով դուք լավ բան եք անում։ 2018 թվականից հետո մի պահ դատական համակարգը ասենց սթափվեց, որոշակի անկախության ռեժիմ եկավ։ Ընդ որում դա սկսել էր մինչև 18 թվականը, Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին բավականին լավ դատավորներ նշանակվեցին, դատարանների նախագահներ, անկախ դատավորներ եւ այլն, եւ բավականին sense էական փոփոխություն կար, եւ դրանից հետո ոնց որ թե հասկացել են, որ ուղին կարելի է վերցնել այդտեղ։ Հետո 18 թվականին որոշակի sense սթափվեցին, ավելի լավ վիճակ էր։ Մի պահ, երբ որ սկսեցին դատավորների նորից ճնշել, նեղել եւ այլն, նորից այդ անկախությունը ընկավ, ու մի պահ նորից վերականգնվեց, ու հիմա ընդհանրապես sense ամենավատագույն վիճակում ենք մենք։ Պարոն Սարգսյան, առաջին դեմքը ասում էր, որ չկա տենց դատավոր, որ ես զանգեմ ու իմ ասածը չանի, նա տենց եթերում ասել, ուրիշ եթերում։ Հետո պարզվեց, որ կա եւ այդ դատավորը արձագանքեց, ասաց, որ ես եմ այդ դատավորը, պարոն Ազարյանը, պարոն Ազարյանը բարձրակարգ իրավաբան եւ դատավոր էր, անկախության էտալոն էր։ Ու այդ մարդուն, այսինքն sense այնպես արեցին, որ ինքը դատական համակարգից դուրս գա, հասկանում եք, դա ուղղակի պետքա ցանկացած հասարակություն պետքա լացի դրա համար, որովհետեւ քո գործը, քո հարազատի գործը եւ այլն, երբ որ սրանց նմանները քննեն, ովքեր որ հիմա sense հայտնի են իրենց կատարողական այդ արվեստով, այսինքն հասկանում եք, ձեր գործն էլ անկնելու իրենց մոտ։ Ինչն է ուզում ասեի,
Սկզբից իրավական համակարգը եւ այլն սկսեցին հետեւյալից։ Լավ, մենք հիմա ապօրինություններ իրենց ներսում կանենք միայն այն ամենահնչեղ գործերով եւ այլն, իբր թե գետնին խփելով տանում էին մնացածը թող նորմալ քնվի եւ այլն, բայց այս գործերը են, որ ընտրված գործեր են, դրանցով իրենց թույլ էին տվել, որպեսզի ապօրինությունների շարք անեն։ Հետո մարսեցին, համակերպվեցին, միաշճան իջան ներքև։ Սկսեցին արդեն միջին հետաքրքրության գործերով ապօրինություններ անել։ Հետո սա էլ արմատացավ, հիմա համատարած է դարձել։ Այսինքն իրենք ցանկացած գործով իրենց կարծում է, որ ամեն ինչ միայն մեղադրելով է։ Դատախազությանը թվում է, թե պետք է ինչքան հնարավոր է ծանր մեղադրանք, ինչքան հնարավոր է ծանր պատիժ։ Եվ ամենակարևորը բոլորին տանում բոլորին կալանքի են տանում։ Հենց դա եմ ասում, այսինքն իրենց կամ նախնական խափանման միջոցը միշտ կալանքն է։ Ինչի համար։ Հասկանում եք իհարկե։ Այստեղ է նրբությունը, որ իրանք պետք է մի հատ, երբ որ իրենց հիմա հարցնենք, ես վստահ եմ, որ իրենց ներսում կասեն մենք ամեն ինչ անում ենք հանուն պետության, ինչի, որովհետև սա հոգեբանական մեխանիզմ է։ Սա բարդույթ է։ Սա փորձում են իրենք հասկանալով ինչ են, փորձում են վերածել, որ մենք լավ բան ենք անում, բայց երբ որ մի հատ օբյեկտիվ իրանց վերաքննեն, կտեսնեն, որ իրենց մոտ արդեն համատարած է դարձել սա։ Ես անուններ չտամ, բայց մի անգամ ինձ պատմեցին նախորդ պաշտոնյաների ժամանակահատվածում, որ դատախազը գնացել էր իր վերադասից, գլխավոր դատախազը տեղակալից քննարկման, հարցել են թե ինչ գործով ինչ պատիժ միջնորդ ենք դատարանում, այս դատախազը ասել էր, որ 10 տարի եմ ուզում միջնորդեմ, ինչ որ լուրջ հանցագործություն էր եղել, գլխավոր դատախազի տեղակալը ասել էր, չհասկացա ինչ 10 տարի, 15 տարի պատիժ կմիջնորդեք եւ այլն։ Գնում է միջնորդում է 15 տարի, դատավորը խելոք այդ պատիժը տալիս է, որը ժամանակ անցնում է, քննարկումների ժամանակ գլխավոր դատախազի տեղակալը հարցնում է, ինչ եղավ այդ գործը, ինչքան պատիժ, դա ասում են 15 տարի։ Ոնց 15 տարի, ու դուք անխիղճ եք, ես ինչ եք ուզել։ Հասկանում եք տրամադրության խնդիրը։ Իրանց մոտ անձին այդ 5 տարի, 6 տարի, 10 տարի տրամադրության խնդիրը։ Բայց դա մարդկային ճակատագրեր են, որոշել է, որ 15 է պետք, որովհետև կարող է մտքի ծերին կասկած ունեցել, որ կարող է հանգարց այնտեղ ինչ որ անձին, չգիտեմ, գումարով հարց լուծան, ինքը այդ բանը դենց ասել է, ասելիքը անցել է, որովհետև իր համար էական չի, ինքը այստեղ նստած է փափուկ աթոռի վրա, բայց հետո ինքն էլ է հասկացել, որ սա աբսուրդ է։ Հիմա այս վիճակից պետք է մի հատ դուրս գալ։ Այն որ հանձնարարում են, ինչի կալանք, չի տարեք, կալանք բողոքարկեք, դատարաններն էլ ցած աշկերները փագանում են, լավ է վերջում մեր հասարակության անդամներն են, չէ՞։ Շատ էլ ձեր հետ ինչ որ հայացքների տարբերություն ունեն։ Մենք սա տեսնում ենք, թե ոնց է լինում, որ իշխանական sense հայացքներ ունեցող անձինք, եթե ձևականորեն կալանավորվում են, շատ կար ժամանակում անմիջապես ազատ են արձակվում, գործերը կարճվում, եթե ստորագրությամբ բաց են թողնվում, կամ չգիտեմ, հասկանում եք, բոլորի նկատմամբ դուք եղեք, երբ որ մենք հասկանանք, որ դուք իրականում կալանքի միջնորդություն ներկայացրել եք հիմքերով, երբ որ մենք դատախազներին, քննիչներին ասում ենք, ընկերներ, ձեր բոլոր գործերը, որ ներկայացնում եք կալանքի, պետքա դատարանում ասում ենք ինչ հիմքերով կարա լինի, ասում են, եթե ձեր ասածով լինի, ուրեմն մենք համարյա ոչ մեկին չպետք է տանենք կալանքի։ Մենք էլ ասում ենք, հա, բայց ձեր ուղեղում դա հենց պետք է լինի, դա օրենքն է այդպես։ Կալանքը ամենածայրահեղ միջոցն է, եւ դու միայն պետք է ընտրես այն դեպքում, երբ որ իրականում է որ բոլորս լսենք այս դեպքը, իմանանք լավ ոնց է մարդուն կարելի է ազատության մեջ թողնել։ Բայց հիմա իրենց մոտ եթե ծայրահեղ միջոցն է եւ միայն այն դեպքում, այսինքն պարզվում է մեր հանրապետությունում բոլորը ծայրահեղ միջոցներ, այսինքն բոլոր գործերով ամենածայրահեղ վիճակն է, միայն կալանքն է։ Ինչ լինի։ Այս է խնդիրը։ Պարոն Սարգսյան, դուք մի լավ բան ասացիք նոր ձեր խոսքի մեջ, ասացիք ներքին հոգեբանության խնդիր կա։ Դուք ավելի նուրբ եք արձանագրում դա։ Ես կարծում եմ կներեք այս խոսքիս համար մի տեսակ դա ներքին աբիժնիկության խնդիր է։ Սա ես եմ գնահատական տալիս, այսինքն դա բարդույթ է, որ մենք չենք ունեցել հնարավորություն մեր ձեռքը, այդ տենց մի քիչ չկայացած մարդկանց բարոյահոգեբանության հայելային արտացոլանքն է, էլի, որ մենք չենք ունեցել մեր ձեռքը հնարավորություն, այ հիմա մեր ձեռքը են, որ մի հատ մուրճ ունի, այդ մուրճը մեր ձեռքն է, այ տեսեք հիմա ես ձեզ ինչ եմ անելու։ Հասկանում եք այդ բանը երեխա տարիքում կոնֆետ չկերածի հոգեբանություն է, էլի, մի քիչ սենց ավելի պրիմիտիվացնեմ, բայց տեսեք, այդ կոմպլեքսը, այդ խայտառակ բարդույթը այսօր անդրադառնում է մարդկային ճակատագրերի եւ կյանքերի վրա, խոսքը սրա մասին է։ Մենք մեղավոր ենք, որ դուք չեք բավարարվել ձեր կյանքի լիքը շրջափուլերում կամ չեք հաջողել կամ չեք կայացել։ Այս ժողովուրդը ինչ է ստացվում, որ ասում եմ մուրը այս մարդկանցից եք հանում, իհարկե պետության մեջ
հասարակության մեջ անդիմախոս է կլինի, բայ վերջ այսքան աղետներից հետո ուզում եք ոչ մեկ բան չասի, հա, ով խոսի, գնաք բռնեք, տանեք, նստացնեք։ Պարոն Սարգսյան, ես մի հատ վերջին հարցն եմ ուզում տամ, դուք բազում քրեական գործերով փաստաբան եք այսօր եւ այստեղից էլ շտապում եք նիստերի գիտեն, շատ զբաղված եք։ Ընդհանուր գնահատականը ձեր, իհարկե մենք Միքայել Սրբազանի գործի վրա կարծես թե հստակ պատկերացումները ունենք եւ նաեւ մի շարք այլ հանրային հնչեղություն ունեցող գործերի մասով։ Վստահ եմ, որ բոլոր գործերը չեն, որ ձեզ մոտ հանրային հնչեղություն ունեն, հա, քրեական գործերը։ Մյուս գործերով էլ է այսպիսի որոշումներ եւ վճիռներ կայացվում, ոչ հանրային հնչեղություն ունեցող գործերով, կամ որ այդ մարդիկ այդքան էլ հայտնի եւ հանրությանը ծանոթ մարդիկ չեն։ Ինչ կասեք։ Կասեմ հետեւյալը, որ եթե այդ գործը լուրջ հանրային հնչեղություն չունի եւ իշխանությունների հետաքրքրության դաշտում չի գտնվում, ինչ որ պատճառով չի գտնվում, արդեն կախված է դատավորի անձից։ Հա, այսինքն հնարավոր է արդարադատություն գտնել։ Հա, պետք է ասենք, որ այո, հնարավոր է եւ ունենում ենք։ Ուղղակի հարցը հետեւյալն է, այստեղ նորից գալիս է թե ով է դատավորը։ Դատավորներ կան, որ իր համար ընդհանրապես կարևոր չի ինչ գործա։ Մեղադրողը բերել է։ Ահա։ Ինքը հլու հնազանդ անում է, որովհետեւ չի էլ հասկանում։ Պետական պատվեր գործերից դուրս։ Հա, պետական պատվերից դուրս էլ ինքը չի հասկանում։ Ինքը ընտրում է ապահով վիճակը, նույնիսկ այս իրավիճակում դատախազի ուզած անում է ապահովում է։ Բայց պետք է ասեմ, որ կան դատավորներ, ովքեր որ այս գործերը, որ տենց հետաքրքրություն չկան, լավ է խորանում են գործի մեջ, պրոֆեսիոնալիզմ ունեն, կարողանում են նորմալ որոշումներ կայացնել, մենք ունենք բազմաթիվ արդարացման վերդիկտներ եւ այլն, այսինքն կա այդ ամեն ինչը։ Բայց հենց մի փոքր հետաքրքրությունը սկսում է իշխանության, մի անգամից այս շեմը ընկնում է ամենաներքև իրավիճակ եւ նույնիսկ իրանք էլ այդտեղ արդեն ընտրում են այն դատավորներին, ովքեր իսկ եթե հանգարց պատահական նենց էլ դատավորի մոտ է, որը որ ասենք քիչ թե շատ անկախություն ունի, նենց ճնշումներ է գործադրվում, նենց գործիքակազմ է գործադրվում, մի հատ չնչին առիթով ինչ որ քրեական գործ կառուցեն այդ անձի վրա, կարգապահական վարույթ եւ այլ, փորձելով ճնշել, կանխել, որպեսզի հանգարց եւ իրենց ուզածով։ Ու ցավոք սրտի մենք ունենք լավ դատավորներ, ում որ այս բազմաթիվ ճնշումներից հետո ինքը արդեն տեղի է տալիս։ Այսինքն չի կարողանում այդ աշճանի պայքարել։ Հետո այն որ ասում են որ մի հատ արել է, արդեն հետևից շարունակում է շղթան։ Բայց այստեղ շատ տխուր բան կա, փչացնում են այդ մարդկանց։ Իրենք սա այնպես չի որ պատահական է, իրենք էլ երբեմն գիտեն որ գործողում են տալիս, փորձում են նրանց էլ այդ կոտրել ասածը կոտրեն, որպեսզի գցեն այն դաշտ։ Եվ կան եզակի դատավորներ, որոնք որ ուղղակի ապացուցել են, որ իրենց անհնար է, փառք ու պատիվ իրենց, իհարկե իրենք էլ տենց փորձում են սահմանափակեն իրենց հնարավորությունները այս տիպի գործեր քննելու, բայց իրենց հիմա էլ չեն տալիս գործը, որովհետև գիտեն չեն կարող ասել։ Հեռու են մնում էլ այդ դատավորից, բայց դրանք դատավորի կերպարներն են։ Այսինքն ամեն ինչ դեռ կորած չէ, կարելի է հուսալ եւ եթե մեր երկրում լինեն որոշակի փոփոխություններ, ես վստահ եմ, որ մեր դատաիրավական համակարգը ամեն դեպքում պրոֆեսիոնալներով համալրված է։ Խնդիրը համակարգն է այս պահին եւ երկրում գործող իշխանությունը, դա էլ արդեն քաղաքական դաշտում է։ Ամեն իշխանություն, ցանկացած իշխանություն միշտ ուզելու է, որպեսզի դատական իշխանությունը եւ իր ապահամակարգ իրեն ենթակա լինի։ Այո։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Եվ այստեղ եթե գա իրոք տենց բարձր արժանինքներով օժտված ինչ որ ղեկավար, որը որ ոչ թե իր աթոռի մասին կմտածի, այլ կմտածի իրոք թեկուզ կարճաժամկետ իշխանություն ունենալու, բայց իրականում բան փոխելու մասով, ուրեմն ինքը կցանկանա, որ դատական համակարգը անկախ լինի։ Ինչի եմ ասում, որովհետև եթե դատական համակարգը անկախ եղավ, բոլոր ոլորտները կարգավորվելու են։ Եթե կադաստրի կոմիտեն իմանա, որ իր չարած ապօրինի արածը դատական համակարգում անկախ եւ ոչ կողմնակալ ձևով կարգի է բերվելու եւ իր որոշումը վերացվելու է, դրա համար ինքը պատասխանատվության է ենթարկվելու, հաջորդ անգամ չի անի։ Հարկային մարմինը, որ իմանա, որ ապօրինի ակտ գրելու ստուգում անելու համար ինքը այդ ակտը առոչինչա լինելու խնդիր է ունենալու։ Եթե քաղաքապետարանը իմանա, եթե մարզպետարանը իմանա, տեսչական մարմինների իմանան, ոստիկանությունը քննիչը, բոլորը իմանան, որ վերջին հաշվով դատարանը անկախ եւ անաչառ չի նայելու պետական մարմինը, ասա մի անգամից բոլորը սկսելու են ճիշտ աշխատել, որովհետեւ փորձելու են սխալ չանել, սխալի իսկ հիմա իրենք ինչ են անում։ Մեկը դատանում ոչ մի բան չի լինում։
Անվստահությունը խայտառակ չափերի Հիմա է, էլի իշխանություն, եթե դու ուզում ես բոլոր ոլորտներում կարգավորես, ուրեմն սա համար մեկ գործիքն է, բայց եթե դու ուզում ես իշխանությունը պահել ամեն գնով եւ դատարանին պետք է ենթարկացնես, որ քո ուզած որոշումները կայացնի, դա այստեղ արդեն բարձա որ անձնական շահերի մասին ենք խոսում։ Հուսով ենք կգա մի օր այն ժամանակը, որ իրոք իշխանությունները Ես ճիշտ ասած այս բանին որևէ հույս չունեմ, ցավոք, պարոն Սարգսյան, եւ այս ամբողջ դատական գործերը, այս շինծ ու սարքած գործերը, մանավանդ հոգեորականների նկատմամբ, թե ինչպիսի կարելի ասել, սա պետության կողմից, իշխանության կողմից ահաբեկչություն է։ Պետություն չեմ ուզում ասեմ, իշխանության կողմից ահաբեկչություն է հոգեորականների եւ առհասարակ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես շնորհակալ եմ այսօր իմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Ձեզ մեծ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք այս պաշտպանություններում հաղթանակած դուրս գաք եւ մենք էլ այդ ամեն ինչով ողջևորվենք։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին եւ հետեւորդներին, որ այսօր Մեդիահաբի տաղավարում հյուրընկալել էի Virtus փաստաբանական գրասենյակի ղեկավար փաստաբան Երեմ Սարգսյանին։ Կհանդիպենք առայժմ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ